ժամանակ։ Ու այդ ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ երկաթե բռունցով կբացի, եթե Հայաստանը չտա։ Ով կանգնեցրեց այդ։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Օբրայենը, որը հայտարարեց, եթե դուք փորձեք ուժով լուծել այդ խնդիրը, Միացյալ Նահանգները կօգտագործի իր ողջ կազմը։ Ով էր թուրքերին բերում նոյեմբերի 9-րդ կետը թուրքերին, ադրբեջանցիներին Հայաստան բերելու հիմնական բանն էր։ Հիմնական կետն է, ինչի շուրջ իրենք այսօր էլ պահանջում են եւ համարում են, որ դա է, որ խաղաղություն է բերելու։ Իսկ այդ նշանակում է, որ այնպես ինչպես Լեռնային Ղարաբաղը տվեցին, նույն կերպ մի օր էլ Սյունիքն են տալու։ Հետևաբար իրենց մոտեցումը Հայաստանի Լեռնային Ղարաբաղացման գործընթացի մեջ մտցնել է։ Այնպես ինչպես Շահրամանյանը դարձավ Լեռնային Ղարաբաղի նախագահ ու Լեռնային Ղարաբաղը 10 օր հետո Աղդամում ներողություն Եվլախում ճանաչեց Ադրբեջանի մաս։ Երեք որ ասում էր, չէ, ինչ եք ասում։ Իսկ ով չէր թողել Արայիկ Հարությունյանին, որ նա գնար Սոֆիա բանակցելու։ Բնականաբար ինքը, որ հրճված էր, Ռոբերտ Քոչյանը, ինքի համար թողների, որ հրճված էր, որ Շահրամանովն է դարձել ու նույնը ցանկանում էր Հայաստանում։ Իրենք էին համարում, որ Միացյալ Նահանգների հովանու ներքո Սոֆիայում հանդիպում ունենալը ռուսները կընդունեն շատ վատ, թշնամակ կլինի եւ դրանից հետո արդեն խնդիրներ կառաջանա, դրա համար քանի որ Արայիկ Հարությունյանը կասկածելի է, ինքը Նիկոլ Փաշինյանի հետ է, ինքը համաձայնել է Սոֆիա գնալ, իսկ Արայիկ Հարությունյանը Տոմսը գնել էր։ Ես այդ ժամանակ Արայիկ Հարությունյանի հետ ամենօրյա ռեժիմով երեկոյան ժամերին խոսում էի։ Արայիկ Հարությունյանն ասում էր, չկա Լեռնային Ղարաբաղում մարդ, ով կողմ լինի, որ ես գնամ Սոֆիա, որովհետև ասում է բոլորն ասում են, այ որ չգնաս, որ իրենց ուզած մարդը լինի, ռուսները բլոկադան կբացեն, հացը կգա, չգիտեմ ինչը կգա, խնդիրները կլուծվի։ Արայիկ Հարությունյանին պարտադրեցին, որ բլոկադան բացվեր, փոխարեն Ալիևը համարեց, որ անօրինական իշխանություն եք ձևավորում, վերջ, ընտրություն չկա, խունտայը մտավարեց։ Ստեղ Պրահայի պայմանավորվածությունները ինչ կապ ունեն։ Այդ է, Պրահա, այս ամեն ինչին իրանք ասում են մի բառ, Պրահա։ Դե այդտեղ էլ ահռելի մեծ սուտ կա։ Երբ ընդեղ մենք ճանաչեցինք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, կոնստրուկցիան փոխվեց։ Ինքը այդտեղ էլ շատ մեծ սուտ ասեց, մոտավորապես այն համատեքստում, որ Խսնաբերդի հանձնումը եղել է 2022 թվականի մարտ ամսին, Պրահյան համաձայնությունը եղել է 2022 թվականի հոկտեմբեր ամսին։ Այսինքն սկզբից Խսնաբերդը հանձնել են, նոր հետո Պրահան էլ, որ Պրահան չկար, դուք էլ որ պնդում էիք, ասում եք, բայց այդ երկու գյուղը մեծ են, Արծվաշենի չափ է, համարյա դրա մի թաղը ինչ են հանձնել, ասում է Պրահան էր։ Այսինքն ինքը հարմարեցնում է այնպես, ոնց որ հետո ճշտ են չեն ճշտի